Այս շաբաթ Երևանում կայացավ Երևանյան երկխոսություն 2025 միջազգային երկրորդ համաժողովը, որի շրջանակում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ խաղաղության խաչմերուկ, ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում եւ անվտանգություն խորագրով քննարկում։ Մասնակցեցին շուրջ 15 երկրների խորհրդարանականներ, դիվանագիտական ներկայացուցիչներ ու Ազգային ժողովի падգամավորներ։ Քննարկման համակարգող արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ քննարկման նպատակն է խթանել երկխոսությունը, ստեղծել համագործակցային միջավայր, որտեղ մասնակիցները կարող են ներկայացնել իրենց երկրների լավագույն փորձը, փոխանակել մտքեր, որոնք կօգնեն հաղթահարել գործող մարտահրավերներն ու խոչընդոտները։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն իր ելույթում ընդգծեց երկխոսության կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Այս միջոցառումն արտացոլում է արագ փոփոխվող աշխարհում երկխոսությունը, վստահությունը եւ գործնական լուծումները խթանելու մեր համատեղ հանձնարարությունը։ Մենք այստեղ ենք հուսադրող վերնագրի ներքո՝ խաղաղության խաչմերուկ, ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում եւ անվտանգություն։ Խոսելով խաղաղության խաչմերուկ նախագծի մասին, հանձնաժողովի նախագահը նշեց, որ Հայաստանի կառավարության նախաձեռնությունն է վերաիմաստավորել Հարավային Կովկասը ոչ թե որպես հակամարտության մշտական թաթերաբեմ, այլ որպես համագործակցության խաչմերուկ։ Հայաստանի համար սա ավելին է, քան պարզապես թեմա։ Այն տեսլական է, ռազմավարություն եւ պարտավորություն։ Նախագիծը հիմնված է 4 առաջնորդող սկզբունքների վրա՝ ինքնիշխանություն, իրավասություն, փոխադարձություն եւ հավասարություն։ Սրանք այն կարևոր սկզբունքներն են, որոնք կարող են տարածաշրջանային կապը ոչ միայն հնարավոր, այլև կայուն դարձնել։ Քննարկման ընթացքում ելույթ ունեցան Չեխիայի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Մոնտենեգրոյի, Ուկրաինայի խորհրդարանների ներկայացուցիչները։ Պատգամավորները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրերում։ Համաժողովի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպեց Պաղեստինի պետության արտաքին գործերի եւ արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ։ Զրուցակիցները քննարկեցին Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը, երկուստեք կարևորվեց խաղաղության հաստատման հրամայականը։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպեց Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գժեգոժ Չետինայի, ապա Չեխիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պավել Ֆիշերի հետ։ Եվրոպական ինտեգրմանն առնչվող մի շարք հարցեր քննարկվեցին Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի խորհրդարանական ժողովի Եվրոպական ինտեգրման համատեղ կոմիտեի նախագահ Զդենկո Չոսիչի, կոմիտեի առաջին տեղակալ Միրոսլավ Վուիչիչի հետ հանդիպմանը։ Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից Արման Եղոյանը խոսեց Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա-Ստանեցկայի հետ։ Հանդիպումներում կարևորվեց Հայաստանի Եվրամիության անդամ երկրների հետ բազմակողմ գործակցությունը, անդրադարձ կատարվեց վիզաների ազատականացման վերաբերյալ գործընկերների փորձին։ Կարևոր է, որ մենք ներկայացնում ենք Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները եւ մարտահրավերները, եւ ես կարծում եմ, որ մեր հյուրերը շատ տեղեկացված եւ լավ տպավորություններով վերադառնում են իրենց մայրաքաղաքներ։